Գոյամարտ սերիալը հասնում է մի այնպիսի պահի, որտեղ ամեն ինչ կենտրոնանում է մեկ սեղանի շուրջ նստած երկու մարդու միջև՝ Լեո և Հունան։ Սա պարզապես խոսակցություն չէ, սա ճակատագրական հանդիպում է, որտեղ որոշվում է ոչ միայն Դավիթի կյանքը, այլ նաև արժանապատվությունը, սկզբունքները և տարիներով կուտակված ատելությունը։ Լեոն նստած է Հունանի դիմաց, այդ լռության մեջ կա ամեն ինչ՝ ցավ, կորուստ, զայրույթ և անասելի լարվածություն։ Հունանը սեղանին դնում է գումարը, այն նույն $80,000, որը կարող է փրկել Դավիթի կյանքը։ Սա առաջարկ չէ, սա փորձություն է։ Սա այն պահն է, երբ Լեոն պետք է որոշի՝ փրկել եղբորը ընդունելով թշնամու օգնությունը, թե պահպանել իր սկզբունքներն, անգամ եթե դա կարող է վտանգել ամենաթանկը։ Հունանի քայլը նույնպես շատ բարդ է։ Նա մի կողմից փորձում է փրկել որդուն Գրիշոյին, մյուս կողմից կարծես փորձում է ինչ-որ կերպ հավասարակշռել իրավիճակը՝ օգնելով Դավիթին, բայց սա չի ջնջում անցյալը, նրա աչքերում չկա զղջում, կա ավելի շատ հաշվարկ, հատկապես այն բանից հետո, երբ պարզվում է, որ Գրիշոյին ձերբակալել են։ Իհարկե, թե ով է ձերբակալության հեղինակը, պարզից էլ պարզ է։ Ավոն է կազմակերպել այս ամենը ու ինչպես ենթադրում էինք, Ավոն հենց սկզբից այս ընտանիքից եղբոր համար վրեժ է լուծում, բայց իր ձևերով։ Լեոյի ներսում այս պահին իսկական փոթորիկ է, նա հիշում է ամեն ինչ, ընտանիքի տառապանքը, իրենց անցած ճանապարհը, և հիմա այդ ամենի դիմաց դրված է փող, հատկապես որ Մանանը նրան ու ընտանիքի մյուս անդամներին խնդրում է, որ ամեն ինչ անեն փրկելու եղբորը և ոչ թե այս պահին մտածեն, թե ով ում զիջեց, բայց այստեղ ամենահետաքրքիր շրջադարձի հնարավորությունը կա։ Շատ հեռուստադիտողներ արդեն կանխատեսում են մի շատ ուժեղ զարգացում։ Այն պահին, երբ Լեոն պետք է որոշում կայացնի, հավանաբար նա ստանում է զանգ հիվանդանոցից և պարզվում է, որ գումարն արդեն վճարված է։ Այս սցենարը եթե իրականանա, կլինի սերիալի ամենաուժեղ պահերից մեկը, որովհետև այդ պահին Լեոն ազատվելու է ամենածանր ընտրությունից։ Նա այլևս պարտավոր չէ ընտրել իր արժանապատվության և եղբոր կյանքի միջև, բայց այստեղ անմիջապես առաջանալու է նոր հարց՝ ով է վճարել, և բոլոր ճանապարհները տանում են դեպի Ավո։ Ավոյի կերպարն այս պահին ամենախորհրդավորն է, նրա քայլերը միշտ լինում են անսպասելի, բայց նաև խորքային։ Եթե նա իսկապես վճարի ամբողջ գումարը գաղտնի, դա կլինի նրա կերպարի ամենամեծ շրջադարձը։ Սա կնշանակի, որ նա ոչ միայն խաղացող է, այլ նաև մարդ, ով ունի իր սեփական ճշմարտությունը, իր սեփական պատճառները։ Նա կարող է այս քայլով փրկել Դավիթի կյանքը, վերականգնել իր կապը ընտանիքի հետ և միաժամանակ ցույց տալ, որ ինքը միշտ եղել է այդ պատմության մեջ, անգամ երբ բացակայել է։ Բայց այս ամենը հեշտ չի լինելու։ Եթե Լեոն իմանա, որ հենց Ավոն է վճարել, նրա արձագանքը կարող է շատ բարդ լինել, նա կարող է զգալ երախտագիտություն, բայց նաև զայրույթ տարիների բացակայության համար։ Մանանը հավանաբար կլինի այն մարդը, ով առաջինը կտեսնի այդ քայլի իրական արժեքը։ Նա կարող է փորձել միավորել ընտանիքը։ Պապի համար սա կլինի շատ կարևոր պահ։ Նա կարող է հասկանալ, որ Ավոն դեռ ունի կապ այս ընտանիքի հետ և գուցե արժանի է երկրորդ հնարավորության։ Հունանի համար սա կլինի իսկական պարտություն։ Նա կտեսնի, որ իր առաջարկը մերժվել է, անգամ եթե ոչ ուղղակիորեն, և դա կարող է ավելի սրել նրա հակամարտությունը Լեոյի և ամբողջ ընտանիքի հետ։ Այս ամբողջ տեսարանը կարող է դառնալ սերիալի ամենահիշվողներից մեկը՝ մեկ սեղան, երկու մարդ, գումար և մի զանգ, որը կփոխի ամեն ինչ։ Գոյամարտը հենց այսպիսի պահերով է դառնում առանձնահատուկ։ Այստեղ յուրաքանչյուր որոշում ոչ միայն սյուժետային քայլ է, այլ նաև մարդու ներսի արտահայտություն։ Առաջիկա սերիաները խոստանում են բացահայտել՝ արդյոք կընդունի Լեոն այդ գումարը, կգա այդ ճակատագրական զանգը, իսկապես Ավոն է վճարելու, և արդյոք այս քայլը կբերի ընտանիքի վերամիավորման, թե նոր բախումների։ Մի բան արդեն հաստատ է՝ այս տեսարանը լինելու է սերիալի ամենաուժեղ ու ամենահուզիչ պահերից մեկը, որտեղ որոշվում է ոչ միայն մեկ մարդու կյանքն, այլ ամբողջ պատմության հետագա ուղղությունը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր զարգացումներ, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Բաժանորդագրվեք ու եղեք տեղեկացված։ Իսկ հեռուստասերիալում
Զարգացումներն իսկապես հետաքրքիր ընթացք են ստանում, քանի որ Լեան եկել է Լեոյի մոտ ու խնդրում, որպեսզի նա հասկանա ու իր ծնողների սխալների մեջ իրեն չմեղադրի անգամ եղբոր սխալների։ Իհարկե, սա հեռուստադիտողների կողմից այնքան էլ գեղեցիկ չի դիտվում, որ Լեան սեր է մուրում Լեոյից, բայց սերն այդպիսի բան է։ Լեոն իհարկե գրկում է նրան, բայց հասկանում, որ այստեղ մի բան այն չէ, նրանց սերը դատապարտված է, քանի որ բացի Դավիթի վիճակից, նրանց միջև կանգնած է նաև Լեոյի հոր սպանությունը, որը հնարավոր է շատ շուտով բացահայտվի ու փոխի ամբողջ պատմության ընթացքը, բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը շատ շուտով նոր ու հետաքրքիր անակնկալներով հետաքրքիր տեսանյութ կներկայացնենք ձեր ուշադրությանը։